Ողջույն։ Ապրիլի 18-ից 19-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք եւ Մարի Մանուկյաններ սրահում տեղի կունենա միջազգային համաժողով Հարավային Կովկասը ճեղքման գծերի երկայնքով տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերներ խորագրով։ Այս համաժողովի նշանակության մասին եւ ոչ միայն ես զրուցում եմ հասարակական գիտությունների Թուրքմենչյան ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ստեփան Աստորյանի հետ։ Ողջույն, պարոն Աստորյան։ Շնորհակալ եմ մեր Ես շնորհակալ եմ։ Հրավերը ընդունելու համար, շատ մեծ միջոցառում եք շուտով կազմակերպելու, այս շաբաթ արդեն այս ուրբաթ եւ բավական ընդգրկում, ավելի քան 2 տասնյակ բանախոսներ Հայաստանից, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, ունենք նաեւ ներկայացուցիչ Ադրբեջանից, թեև նա բնակվում է Փարիզում, պրոֆեսոր Ալթայ Գոյուշովը եւ իմ առաջին հարցը, ո՞րն է գլխավոր ասելիքը այս համաժողովի, վստահաբար ունեք ինչ-որ հստակ մտահղացում։ Գլխավոր ասելիք, այսինքն միայն մեկ ասելիք չի, բազմաթիվ են նպատակները։ Գլխավոր նպատակը արժևորելն է ներկա վիճակը։ Չինացի մասնակետ ալգա, որ փոխտնօրեն է գետրոն, ցանոթ գետրոնիմը այդ միջազգային ծրագիրներու մասին Չինաստանի One Belt One Road եւ այլն հնդիկ նախկին տեսփանը գա նպատակը ասպոլոր ինչպես կսեն միջազգային հարաբերություններու մեջ խաղացողներու գաղձիկները ունենալն է եւ նաեւ ինչպես նկատեցիք ցակումով հայ մասնակիցներ կան լա սփյուռքեն լա Հայաստանեն եւ ընդրեցի մարդիկ, որ անպայման նույն գաղձիկը չունին, նույն արժևորումները չունին։ Բազմաթիվ նյութեր կան, որոնք շատ կարևոր են։ Օրինակ գլոր սեղանը կա առաջին օրվա վերջավորության, որուն նյութն է արդյոք իրական խաղաղություն կարելի է գարժաժամկետ կամ միջնաժամկետ ընթացքին 2-5 տարի։ 8-9 հոգի գաղձիկը պիտի դա խոսքը իրական խաղաղության մասին է, ոչ թե թուղթը ստորագրելու մասին, որ պամը ինքնիրմով մեծ բան չի նշանակել։ Նաև պետք է ասել, որ շատ դաշնակներ գտնվին շատ արագ։ Կորզաթության մեջ է գախնիկը դաշնակիրիմը։ Ադիգա մեկ հարց է, երկրորդ հարցը Ուկրաինայո պատերազմի վերջավորությունը ինչ պիտի լա, ինչ ծևով կգնա աստել մեր շրջանի վրա։ Ռուսիան կվերադառնա ավելի ուժեղ ծևով կամ ոչ։ Երրորդ հարցը անշուշտ եթե պատերազմը լա Բաքսկաստանի դեմ լուրջ հետևանքներ պիտի լա։ Ատկեանտին կան նվազ ցանոթ հարցեր։ Գիտեք, Եվրոպայի մասին կխոսենք։ Եվրոպան 2-30 ունի եւ ժողտական ծևով չեմ ասել, բան, իր քաղաքականության մեջ։ Գխոսի չափանիշներու մասին, մարդկային իրավունք, ժողովրդավարություն եւ այլն։ Բայց նաեւ ունի իր տնտեսական շահերը, ծրագրերը, որոնք ավելի գուրվին դեպի Ադրբեջան, չէ՞։ Երբեմն, եթե ոչ հաջող, առաջնահերթություն կուտա իր տնտեսական շահերուն։ Հետևաբար պետք է արժևորել վիճակը Եվրոպայի հետ։ Ուրիշ հարցեր կվերապերին, օրինակ, ճամփաներու խնդիրներուն, Կենտրոնական Ասիայեն, Հնդկաստանեն, այդ հսկայական ծրագիրներու մասին եւ ադիգա գարանչվի այսպես կոչված ադրբեջանցիներու գորմե Զանգեզուրի կորիդորի թեմային եւ չշարունակեմ ասծեվով գեսշամ ուրիշ հարցնալ գտնամ դալ որքանով Բաքսկաստանի եւ Ռուսիո այսպես կոչված ռազմավարական համացայնությունը որ շատ զինվորական բաժին չունի մեջ մանրամասն նայած եմ շատ թույլ
որքանով ադիգա գդեվե եւ որքանով ինչպես կսեն մրցակցային համագործակցությունը Թուրքիո եւ Ռուսիո միջև գշարնագվի ինչպես որ գաղափարություններ էին Լիբիա, վերջը Սուրիա, վերջը փոխվեցավ բնականաբար բادرազմի 2020-ի չէր գնալ սկսիլ, եթե նվազագույն Ռուսիան նշանդված չլար, որ ինքը բան ցերնբահ բի մնակիչ թե շատ։ Սո այսպես կդեսնեք նմուշը նյութերու եւ գգարձեմ որ ասմասնակետները գտնան լույս սփռել աս հարցերու վրա, ինչպես նաեւ ուրիշ հարցերու վրա։ Պարոն Աստորյան, fault lines, ճեղքման գծեր կամ բեկման գծեր, այս արտահայտությունը վերաբերում է այն բոլոր հակամարտություններին, որոնք դուք արդեն մատնանշեցիք, որոնք են ըստ ձեզ այդ բեկման գծերը այսօր։ Շատ լավ հարցում է։ Գիտեք, իրականում մեջ բացմության ընթացքին Գովգասը շփման քիծ մի եղած քաղաքագործություններու ռուսական, բաքսկական, օսմանական գրոնքերու, սուննի իսլամ, շիի իսլամ, ուղղափառ քրիստոնեություն, արաքելական քրիստոնեություն, մեր բարակային, բազմաթիվ լեզվային եւ ցեղախումբերու շփումի վայր է, այսինքն միան Դագեստանի մեջ գա ավելի քան 10-12 խմբավորում։ Սո արդեն ունենք պատմական բաստարմը, բայց անիգա անպայման ջեղքման քիչ չէր, շրջաններ կային, որ ադանք էր, բաներ, շփումի քիչը։ Այսօր արդեն ջեղքում է։ Այո, որովհետև հիմա Գովգասը անշուշտ մրցակցության փեմն է, Ռուսիո միջև, Թուրքիո միջև, Բաքսկաստանի միջև, Արևմուտքի, աս բոլոր թրացիները Արևմուտքի ներկայությունը, ֆիզիկական ներկայությունը չեն ուզել հոսել։ Լա բաքսիկները, լա թուրքերը, լա ռուսերը։ Նպատակը հերու բահելն է։ Հետևաբար հոս գա ուղղակի եփող դակնաբի գարելիություններ։ Միան Հայաստանը չէ եւ Ադրբեջանի խնդիրը։ Ինչպես գիտեք, Բաքսկաստանը բազմաթիվ նշան տվա, որ եթե փամլա սյունիկի տեմ, ինքը ադիգա թույլ պիտի չի դա։ Երկար դարիներ Վրաստանը, ինչպես եմ, սիրալիր զավակն էր արևմուտքի, չէ, հույսով լեցված էին թեպի Եվրոպա գերտար եւ այլն, գերազեր երկար ժամանակի վրա թեպի ՆԱՏՕ։ Ամենափլավ հիմա, թե աս փոփոխությունը գդեվե կամ ոչ մեկը չի գնալ քուշագել, բայց գտեսնեք ինչպես ամեն դեր դակնապներ կան, որոնք կգնան մեկ օրը մյուս, մեջտեղ կալ եւ վիճակի ջադրագի խաղի պես թիր կփոխել, այո։ Եվ Հայաստանը լինելով հարավային Կովկասի մաս նույնպես ստիպված է լինելու այդ ճեղքի այս կամ այն մասում հայտնվել կամ նախընտրել նաև, թե մենք չենք կարող այդ ճոխությունը մեզ թույլ տալ, մի փոքր շեղվելով համաշխարհովի թեմայից։ Բան, գիտեք, շատ աղավոր ասացված մգա չինական, որ 1994-ի Ղարաբաղի մասին հոդված գրած է եւ դպված է Մեդիտերանեան կորտորի, ասացվածքը հետևյալն է անգլերենով distant waters do not quench fire։ Հեռավոր ջուրերը հրթիռ չեն մարել։ Այսինքն կարելի չէ որ անդեսես քու աշխարհակությունդ։ Ադիգա հիմնական սկզբունք է, հետևաբար բնականաբար պետք է փորձես
տուն զեդերվիլ աստերի ուժերու հարաբերություններու մեջ որոշ բարականերու շատ դժվար է գտեսնենք որ 4 տարի է իվեր խոսակցություններ գլան Թուրքիո հետ որ պիտի բացվի բան պիտի լա չեմ գիտեր ինչ բամնալ եղած չէ քիչ թե շատ դեր Ադրբեջանի հետ բոլոր նշանները կան որ ասվարգյանից աս համացայնակիրը հաղորդյան գերեվատ է անհավանական է որ ստորակրվի բայց նույնիսկ եթե ստորակրվի մոտ 10-11 ուրիշ պայմաններ ունի Ադրբեջանը բահանջքներ Հայաստանին Եվ դեռ բաց չի արդյոք այդքանով կբավարարի դասի չափ այո եւ գավելցներ ամեն երկու բան խնդրեմ չունի ինքը գավելցները հետեւաբար նույնիսկ եթե ստորակրվի ասամացայնակիրը վաղը հարցերը լուծված չեն սահմաններով հարցը 200 քառակուսի կիլոմետրի ավելի գրավված հայկական հողերու հարցը at կորիդորի պատմությունը որ հնարած են չմոռնանք 300,000 արևմտյան ազերբայջանցիներու վերադարձը արևմտյան Ադրբեջան բահանջք որ անոնք որ հանցագործություններ կատարած են 92-ին 94-ի պատերազմին պետք է հանձնվին այսինքն գարջ կդրեմ կտեսնեք շարքը As բոլորը անշուշտ այդ դպավորությունը չի դար, որ մեր թրացի երգիրը մեծ պապակ ունի իրական հարություն հաստատելու։ Բանախոսների թվում կան մարդիկ, որոնք Թուրքիայից են եւ ինչպես նշեցի ադրբեջանցի պատմաբան Ալթայ Գոյուշովը իմ հարցը հետեւյալն է։ Այս համաժողովի նպատակն է նաեւ երկխոսություն ծավալել, փորձել գտնել ինչ-որ շփման եզրեր։ Անցնաբես ադիգա իմ տերագադարությունս չէ, այն իմաստով, որ Հայաստանի դիվանագիտությունը չեմ ներկայացներ, ոչ ալ հատուկ քաղաքական նպատակ ունիմ, որ ես բան պիտի փորձեմ սիրահարությունը ստեղծել հոն, ոչ, կարևորը կգարձեմ ասմարտոց մտի գնելն է եւ մեկնաբանել թե ինչ է սազնին եւ ինչու գսեն։ Օրինակ Թուրքիո երկու մասնակիցները երկուքն շատ լավ են, բայց նաև շատ դարբեր իրար մեկ այսօր բուն Թուրքիայից է, մյուսը Թուրքիայից դուրս է։ Այո, շատ դարբեր իրար մե։ Սո մդի գնելը գա վերջը մտածելը գա լսածիտ մասին եւ երբեմն ալ բահանջ կգա մեկնաբանել թե սվազի մեջ ինչ է ենթատեքստը Սո նպատակը ադե եւ ոչ անպայման որ չեմ գիտեր ես կամ ուրիշ մեկը կամ համալսարանը պիտի փորձե ասմարտոց միացնել կամ մոդեցնել եւ այդպիսի քաղաքական նպատակ չունիմ ես Համաժողովի ավարտին ինչ որ փաստաթուղթ դրվելու է որոշում կայացնողների քաղաքականություն մշակողների սեղաններին ինչ որ շոշափելի արդյունք ունենալու է ինչ է Գիտեմ ստույգ որով ես բանջեցի որ բոլոր բաճաճ մարմինները Հայաստան դերեկացած են ոմանք քրավոր հրավեր ստացած են բարոն Վարչապետի Կրասենյակը ասկային անվտանգության մարմինը արտաքին գործոց նախարարությունը որոշ քարոզչական բոակ մգա եւ վերջին բանը որ ուշադրութենես վրիբած էր խորհրդարանի հadoop անձնախումբ արտաքին հարաբերություններու հետեւաբար եթե գպապակին ներգալ մասնակցիլ նաեւ շատ լավ արիտ է իրենց համար խոսելու ասմարտոց հետ Ադիգա իրենց քաղաքական եւ դիվանագիտական կորձն է իմս չէ եթե ծեր հարցումին նպատակ ադե թե համակումարին վերջավորության հայտարարությունը կամ այդպիսի բան ոչ ասիկա քաղաքական ծերնար չէ սակայն բահանջած էի որ մասնագետները
իրենց միտքերը այսպես կոչված անգլերենով think piece-ի մեջ, գարջ քրության մեջ ամփոփված խրգեն ինձի առաջվնի, արդեն կարծեմ 5-6 հատ ստացած ենք, սովորությունը ադե որ ոմանք չեն ներ վերջը, երկար փորձառություն ունին, եթե մեծամասնությունը հասնի եւ շնորհքով քրությունները ադոնք ծևով մգամ պիտի դբվին գամալ գայքեչի վրա պիտի զդերվին որ այդ գիտելիքները կամ գարձիկները մնան հետեւաբար համակումարին արդյունքը այդ պիտի լա նաեւ ինչպես խոսած էինք որոշ վիդեոներ պիտի լան եւ ադալ հետ կգլա համակումարին Պարոն Աստորյան, մենք Հայաստանում եւ Հայաստանից դուրս բարբերաբար կազմակերպում ենք միջոցառումներ, համաժողովներ, կարծես թե մեզ թվում է, որ մեր ձայնը հնչեցնում ենք, բայց հետո տեսնում ենք օրինակներ, երբ Ադրբեջանը օրինակ կարող է Վատիկանում կազմակերպել բացարձակ խայտարակ մի, ես չեմ վախենում այդ բառից միջոցառում, այն անվանելով քրիստոնեությունը Ադրբեջանում, խեղելով պատմական փաստերը եւ այլն, ձեզ մոտ կա զգացողություն կամ տպավորություն հատկապես 2020 թվականի պարտությունից հետո, որ մենք պարզապես որպես հայեր հավաքականորեն տանուլ ենք տալիս ռազմավարական հաղորդակցությունը, ինչպես ասում են, strategic communication ասածը, մեր հայկական պատումը։ Շատ չի դագեք, 30 տարի է, ավելի քան 30 տարի է իվեր, գադարյալ ցախողած ենք այդ մագզի մեջ, ցեզի օրինակ տամ, օրինակը Ադրբեջանը ունի քիչ թե շատ 4 հատ ակադեմիական, շագերդյալ ակադեմիական գետրոններ, անոնց մեկը ավելի նաև քարոզչական, քաղաքագործությունները իրարու միացնելու, ասենք գերձ, գիտեք, արևմուտքին համապատասխանող թեմաներ, մարդկայնականության մասին եւ այլն։ Դարիներ առաջ երկու հարեգամներ ունեի Բերքլի համալսարանը, որոնք հրավիրվեցան ասպիսի ցերնակներու։ Մեկը ինձի պատմեց հյուրասիրությունը, ուդելիքները, շամպանիա, կավիարը եւ այլն, ինչ որ ուզես պապան տապած է։ Ամյուս երեք կետրոնները շատ կորձունյա են եւ դաշված մարդիկ ունին, որ շատ լավ մագզված են։ Որոշ համակումարի մասնակցեցա ադրբեջանցիներու հետ եւ ուրիշներու հետ, եվրոպացի եւ այլն, կոց համակումարը, բան, երեք օր բավական երդասարդ եւ միջին դարիքի մասնակիցներ էին, հոսքսվի էքսպերտ, էքսպերտ չեն, իրենք գարավարության խոսնակներն են, թութակներն, այսինքն չէ որ զատ կքննեն հարցերը։ Բայց շատ լավ գազմագերբված, շատ լավ պատրաստված, կորձ գտանեին այդ համակումարի ընթացքին Ըսածս ամփոփելու համար իրենք երկար դարիներ ի վեր հասկացած են թե որքան կարևոր է այնինչ որ գոչվի soft power, գագուր ուժ, քարոզչություն, սիրաշահիլ, թիմացինին խոշին եկող թեմաներ արձակել, ցևացնել որտուն Պանես հանդուրժող ես այո հանդուրժողականության գետրոնն ես աշխարհի եւ այլն այդ բաները հիանալի ծևով գործածեն եւ եթե երտակ որոշ գայքեչներ Ադրբեջան դիպլոմատիկ ակադեմի գա Baku Research Center գա չեմ գիտեր ինչ գա գտեսնեք որ գարդատրեն երևի ուսումնասիրություններ Եվ գդարածեն, օրինակ X-ի վրա, Twitter-ի վրա եւ այլն։ Մեկ խոսքով իրենք կազմակերպած են ամբողջ թրությունը, սիստեմը, շատ հաջող ծևով։ Թե ադիգա իրենց ասպաները իրենց խորհուրդ դրված է եւ գրծած են ստեղծել, թե իրենք ըրած են, ադիգա չեմ գիտեր։
միակ բանը որ գիտեմ, որ ասվարգանիս բնավ չենք կգնալ մգցիլ հետերնին, եթե չստեղծվի նույնանման գետրոններ, նույնանման միջոցներով։ Այսինքն մենք պետք է համարժեք պետք է պատասխանենք։ Այո, միակ բանը որ փոխվեցավ ինչ է անունը Երևան Dialogues, սկսավ մոդենալու աստեսակ ցերնարգներու, բան, այսինքն լեցում մարտիկ բերել, դարբեր երգիրներ եւ այլն, ադիգա շատ թրագան կորձունեություն է, մեկ բան է անիգա թիվանակետներու եւ այլն հավաքույթ է։ Նույն բանը պետք է ենել ակադեմիականներու հետ, քաղաքական վերլուծաբաններու հետ, իրենց սրածները զուտ քիդական չեն, նաև սիրաշահելու միջոցներ են, սիրաշահելու միջոցներ են, եւ գհաչողին գոր այդ մագզի մեջ, ինչպես տեսակ աս վերջին խայդարակ Վատիկանի սերնարգը գծած են ակադեմիականներ բերել, հանկիստ, at դեսագեդե այո, բան շատ կորձ գադարելիք։ Եթե դուք ասացիք այն ինչ պետք է անել կազմակերպչական տեսանկյունից, հիմա իմ հաջորդ հարցը վերաբերում է մեր մտքին, մեր քաղաքական մտքին, մեր հայկական մտքին։ Մենք ունենք այսօր մտքի ճգնաժամ։ Ի վերջո համաժողովներ եւ այլ ձեռնարկներ կարելի է կազմակերպել, սակայն կարծես թե բոլորը համաձայն որ մենք այսօր չգիտենք մենք ով ենք, ինչ ենք ասում աշխարհին մեր մասին, ինչ պետք է ասենք եւ ո՞րն է ելքը։ Իմ դպավորությունս, որ չեմ ուզեր անհագտարել, ամեն բանը դերիակ չեմ, ադե որ հստակ դեսլագան մը չի գա։ Հագաստելու, հարմարելու, զիգզագնելու դարիների այդ դեսակ քաղաքականություն գա։ Գիտեք, հին պետությունները իրենք դարիներու, այսինքն երկար ժամանակվա համար ռազմավարություն կստեղծեն։ Օրինակ Ուկրաինյո խնդիրը նոր խնդիր չէ, ինքը բարոն Զբիգնև Բրեժինսկին արդեն քիրքի մեջ որ հրադարակվեցավ մոտ 30 տարի առաջ, ինքը հղացած էր, մտածած էր, թե պետք է եթե Ուկրաինը ինա Ռուսիան, դարիներ հետո գտեսնեք դակնապ 2014 եւ այլն եւ աս սարսափելի բادرազմը։ Հետևաբար լուրջ պետություններ իրենց քաղաքականությունը ամեն երկու օր, գիտեք, բան մագդավարական ծևով չեն վարել։ Մագդավարություն կա, բայց այդ մագդավարությունը գծարայե երկարադեպ ռազմավարության։ Եվ երբեմն այդ ռազմավարությունը կմնա բավական լուր։ Չի ներգացվի բացեի բաց։ Ես այդ դպավորությունը ունիմ, որ հստակ չունենք, հիմա վերջին նյութը ադե որ խորհրդարանը նշան գուդագը որ գուզե դեպի Եվրոպա ելտալ, Եվրոպան ադիգա մեգեմը չբահանջած գասակ, բան եւ արագական դվյալները դեսանելի չեն։ Պետք չի գղքնել այնինչ որ գիտենք դնդեսությունը 100 գախված է Ռուսիայեն, այդ եվրասիական գազբագերբութեն են, Եվրոպա երտալու համար իսկապես եւ հուսամ ասկարավարությունը կգադարի այդ կորձունեությունը, այսինքն պետք է կորձի անցնել, ծրագիրներ իրականացնել, սեպայի բոլոր բանջկները իրականացնել։ Ատկե հետո գնաց մտածել գամած Եվրոպա երտալ։ Փոքրիկ նշաններ կան, գազի տեսակետը եւ այլն, եթե Թուրքմենստան, Բաքսկասան եւ այլն, բայց 1001 քայլ կա առնվելիք, ատոմագայանի ալ խնդիրը կա, եթե միան ուժանույթի մասին մտածենք, ադիգա լուրջ խնդիր է, դարիները ի վեր երկարացկվի այդ կորձը։
ասոնք ռազմավարական խնդիրներ են, ասոնք խաղալիք խնդիրներ չեն։ Հուսամ քայլեր գագնվին եւ գամ գագնվին գոր, ինչպես կսեն դկեր արև մդահայերենով, որ գոր ավելի թրկերեն են եկած է, եւ նվազագույնը Հայաստանը կգարենա ավելի թեպի ինքզինքը ինքնապավ լինել որոշ չափով։ Ուրիշ խնդիրներ ալգան ուդելիքի եւ այլն ինքնապավությունը հիմնական խնդիրը բեդություններու համար որքանով դու գտնաս քու բնակչությանդ հիմնական գարիքներուն ուդելիքի դեսագի սնունդի դեսագեդե բավարարել մտածում եղած է ադոր մասին սոգդեստեք բազմաթիվ հարցեր կան բնականաբար ես ծանոթ չեմ թե ան նախարարությունը ինչ ընելու վրա է բայց հուսամ քայլեր գագնվի Շնորհակալ եմ պարոն Աստորյան Ես շնորհակալ եմ եւ հաջողություն եմ մաղթում համաժողովին Շատ շնորհակալ եմ մերսի շատ Հիշեցնեմ Civilnet-ի ստուդիայում էր պրոֆեսոր Ստեփան Աստորյանը